Բարև ձեզ էլի ֆուտբոլասերներ։ Տևական դադարից հետո վերջապես վերսկսվում է Հայաստանի բարձրագույն խմբի 25-րդ առաջնությունը։ Եվ ձեզ հետ նորից ես եմ վաղ խաղի մասին օգտակար եւ պիտանի տեղեկատվությամբ։ Հայաստանի տարբեր հավաքականների ելույթներով պայմանավորված առաջնությունում դադար էր։ Բայց այդ դադար կոչվածը հարաբերական հաղթացողություն է, քանի որ այդ շրջանում էլ թիմերը շարունակում էին տքնաջան աշխատել։ Թե ինչպես էր պատրաստվում գանձասարքապանն այդ շրջանում, լսեք Աշոտ Բարսեղյանից։ Հավաքականի մրցույթների հետ կապված առաջնություն դադար է, ինչպես ասացի։ Նորմալ մեր շրջանում լավ էր մեզ համար, որ մենք կարողացանք ավելի լավ նախապատրաստվենք մոտակա խաղին։ Ամեն ինչ նորմալ ընթացավ, կարծում եմ, որ արդյունքը կերևա։ Որքանով է կարևոր ձեզ համար ժամանակահատված այս դադարը։ Ամեն մի ժամանակահատված է, որ հնարավորություն է տալի մարզիչին, այն որ չի ասում կարճ ցիկլի ժամանակ, այս երկար ցիկլի ժամանակ իրագործի եւ ֆունկցիոնալ առումով, պահպանելու առումով։ Եվ ասենք թե ֆուտբոլիստներ կան, որոնք վնասվածքներ ունեն, այս ընթացքում վնասվածքներն վերականգնվում եւ այլն, կարևոր է այս պահերը, իհարկե մեզ համար։ Առաջիկա մրցակիցը Բանանցն է։ Այնտեղ շատ ֆուտբոլիստներ են հեռացել, ինչ կասեք այդ թիմի մասին, ինչպես եք պատրաստվում նրանցին։ Այս թիմի հետ պատրաստվել ենք, ինչպես պետք է պատրաստվենք, մի քանի անգամ ավելի լրջությամբ ենք պատրաստվում, որովհետև երբ որ թիմից հեռացել են եւ ով խաղալու ենք ավելի մոտիվացված է եւ ինքը պետք է ամեն ինչ անի այդ խաղացողը, որպեսզի արդարացնի մարզիչի սպասելիքները։ Այսինքն էսի մի քանի անգամ մենք շատ ավելի լրջությամբ ենք վերաբերվում, որովհետև մի քանի ֆուտբոլիստով ասենք թե ոչինչ չի փոխվում, ամեն դեպքում ով էլ նոր է խաղալու այդ թիմում, ինքը պետք է ամեն ինչ անի, որ ապացուցի, որ ինքը արժանի է խաղալու։ Հենց որ մենք պետք է շատ ավելի կենտրոնացված լինենք եւ ավելի շատ լավ պետք է պատրաստենք այս խաղին։ Բացի դա մենք միավոր գործունեություն իրավունք չունենք ոչ մի խաղում։ Նախորդ անգամ հաղթել եք 4-0 հաշվով Բանանցին, որքան վայրատեսական որ այդ խաղը կարող է հաշիվ կարող կրկնվել։ Մեզ համար կարևորը լավ խաղն է ու արդյունքը մի 4-0 կլինի կամ 1-0 կլինի, կարևորը որ մենք հաղթենք եւ միավոր վաստակենք։ Այն խաղը մեր մոտ ասենք թե շատ լավ ստացվեց, գեղեցիկ ֆուտբոլ խաղացինք եւ արդյունավետ ֆուտբոլ խաղացինք, տաղստված որ այս խաղն այդպես լինի։ Վերջին շրջանում որքան էլ անհաջող են Բանանցի ելույթները, միևնույնն է, այս թիմը ցանկալի նվեճ է եւ ոչ մեկի համար։ Մեր հաջորդ տեսնելու թե հենց նրանց մասին է։ Եկեք հասկանանք, թե ինչպես են հանդես գալիս Արտուր Ոսկանյանի սաները այս առաջնությունում։ Բանանցի մասին շատ է խոսվել, գրվել ու ասվել։ Գործող գավաթակիրը ճիշտ է, վերջին խաղերով իրեն չի դրսևորում այնպես ինչպես հարկն է, բայց բոլորը վստահ են, որ այս թիմի հաջողությունները միայն առջևում են։ Ըստ յուրաքանչյուր թիմ Բանանցի հետ խաղալով չի կարող ասել, որ իր հաղթանակը երաշխավորված է։ Բանանցում հիմա հեղափոխություն է կատարվում։ Վիտոր Ռամալյոյին փոխարինած Արտուր Ոսկանյանը հաջողությամբ ընտրտուքների մեջ է։ Եվ դա բնական է, քանի որ յուրաքանչյուր մարզիչ իր փիլիսոփայությունն է ունենում։ Մինչ հավաքականները հանցկացնում են իրենց հանդիպումները, Բանանցը հրաժարվում էր մի շարք ֆուտբոլիստերի ծառայություններից։ Արդեն թիմում չեն Զավեն Բադոյանը, Ացամաս Բուրաևը, Սոսլան Կաչմազովը, Յասմին Մեծինովիչը։ Բայց ասել, որ առաջիկա խաղին նրանք ներկայանալու են ոչ այդքան հաջող կազմով, միանշանակ սխալ կլինի։ Չպետք է մոռանալ, որ Բանանցը ունի ֆուտբոլային լավագույն դպրոցներից մեկը Հայաստանում եւ կադրերի հարցում գրեթե խնդիր չունի։ Կապանյան թիմի հետ Բանանցը մրցել է 48 անգամ։ Առավելությունը Սյունիքը ներկայացնող թիմի կողմն է, որը հաղթել է 19 անգամ, գրել 16 պարտություն եւ 13 ոչ ոքի գրանցել։ Այս առաջնությունում թիմերը միմյանց հետ մրցել են 2 անգամ, բայց այդ խաղերում խփվել է 9 գնդակ։ Առաջնության 4-րդ տուրի խաղում Բանանցը սեփական հարկի տակ 4-1 հաշվով հաղթեց Գանձասար Կապանին, իսկ արդեն 9-րդ տուրում Գանձասար Կապանը հաղթեց Բանանցին 4-0 հաշվով։ Մրցաշարային աղյուսակում Բանանցը վաստակած 13 միավորով 5-րդն է, իսկ նրանից մեկ հորիզոնական բարձր գտնվող Գանձասար Կապանը իր պահոցում ունի 20 միավոր։ Այնպես որ առաջիկա խաղում երկու թիմերի համար էլ հաղթելը լինելու է գլխավոր առաքելությունը։ Գրիգոր Մելիքսեցյանը բարձրակարգ եւ հուսալի դարպասապահ է։ Կարծում եմ, որ այդ մասին գիտեմ բոլորը։ Իր հաջող ելույթներով պայմանավորված նա անգամ հրավիրվել էր Հայաստանի ազգային հավաքական։ Մեզ ռուսակիցն այս անգամ հենց նա է։ Եկեք հասկանանք, թե ինչ տրամադրությամբ է նա վերադարձել հավաքականից եւ ինչպես է պատրաստվում Բանանցի հետ առաջիկա հանդիպմանը։
Գրիգոր երկար դադարից հետո հրավիրվել էր Հայաստանի ազգային հավաքական։ Ինչ կասես այդ մասին։ Շատ ուրախ էի հրավերքի համար։ Այդքան է։ Դե աշխատեմ, որ ավելի ապացուցեմ մարզիչներին, որ Ինչ տվեց քեզ այդ հավաքական հրավիրվելը, որքան կարևոր քեզ համար այն։ նախ եւ առաջ ցանկացած ֆուտբոլիստի համար կարևոր է հավաքականում լինելը, հրավիրվելը, դա ինձ թվում է ցանկացած ֆուտբոլիստի երազանքն է եւ նպատակը։ Եթե ինչ-որ ֆուտբոլիստ իր առջև չունի նման նպատակ, ներկայացնում իր ազգը, կարծում եմ այդ ֆուտբոլիստը ֆուտբոլում քան լանելու բան չունի։ Շատ ուրախ եմ հրավերի համար, ճիշտ է, խաղա ժամանակ չստացա, բայց կաշխատեմ, որ ավելի ավելացնեմ։ Հետաքրքիր այդ խաղի մասին ինչ կասես, առաջ խաղը կեսում պարտում ենք 2-3 ոգևորությունը մեծ էր հանդերձանում եւ ինչ մթնոլորտ ընդհանրապես տիրում։ Ճիշտ ասած, հանդերձարանում ներկա չեմ եղել, բայց վստահ եմ, որ մարզիչը կարողացել է տղաներին, ոնց որ ասած, այդ դժվար պահին ճիշտ խոսքեր գտնել, քաջալերել, դրանից այնքան տղա գտնվեցին, որ կարողացան կատարել իրենց առջև դրված առաջադրանքը, չհանձնվեցին եւ նվիրվեցին 100-150%-ով եւ արդյունքը եղավ դրական։ Վերսկսվում է Հայաստանի առաջնությունը եւ դուք մրցելու եք Բանանցի հետ։ Ինչպես եք պատրաստվում այդ հանդիպմանը։ Պատրաստվում ենք ինչպես բոլոր հանդիպումներին, շատ տրամադրված, շատ կոնցենտրացիայով եւ տեսնենք։ Բանանցից մի շարք առանցքային ֆուտբոլիստներ հեռացել են, հա, կարելի է ասել, որ ինչ որտեղ Բանանցը թույլ կազմով է տրամադրվում ներկայանում ձեր խաղին։ Չէ, իհարկե ոչ, ճիշտ է, մի քանի խաղացողներ հեռացել են, բայց Բանանցը շատ երիտասարդ եւ տաղանդավոր ֆուտբոլիստներ ունի, որոնք նույնպես ապացուցելու շատ բան ունեն։ Գլխավոր մարզիչն էլ երկար ժամանականից կարելի ասել թիմը արդյունք ցույց չի տալի եւ նրանք էլ շատ ավելի մոտիվացված են։ Դա նշանակում է, որ մենք պետք է ավելի ու ավելի հավաքված եւ ուշադրված լինենք։ Ինչ սպասել Գանձասար Կապանից Բանանցի հետ խաղում։ Մենք իհարկե կոնկրետ մենք միշտ լավատեսորեն ենք տրամադրված, պետք է մտածել լավի մասին։ Իհարկե պետք է զգուշություն նույնպես ցուցաբերել խաղերին, չպետք է այդքան ինքնավստահ ու համոզված լինել ամեն հարցում, դաշտում խոսքը, խոսքը։ Մենք սպասում ենք դրական արդյունքի եւ պետք է ամեն ինչ անենք, որպեսզի կարողանանք ապահովել այդ դրական արդյունքը։ Բանանցին հաղթելու համար մեր ջանք ու եռանդ է պետք։ Ճիշտ է, նախորդ խաղում մենք հաղթել ենք նրանց 4-0 հաշվով, բայց դա արդեն պատմություն է եւ այն պետք է մոռանալ։ Առաջիկայում ավելի դժվար է լինելու, քանի որ խաղալու ենք մրցակցի արկի տակ։ Առաջարկում դիտել մի տեսանյութ, որում ներկայացնում է թե ինչպես է պատրաստվում Գանձասար Կապանը Բանանցի հետ հանդիպմանը։ Ողջ տեղեկատվությունը վաղվա խաղի մասին դուք արդեն գիտեք։ Իսկ միայն վերջին անգամ հիշեցնել, որ վաղը նոյեմբերի 19-ին հենց այս մարզադաշտում ժամը 15:00-ից սկսած Գանձասար Կապանը կյուրընկալվի գործող գավաթակրին։ Այդ հանդիպումը բաց թողնել չի կարելի։
Իսկ ձեզ խաղից մեկ օր առաջ սպասվող հանդիպման մասին պատմեր Դավիթ Մարտիրոսյանը։ Ցտեսություն եւ հիշեք, որ վաղը ֆուտբոլ կա։